Ժողովուրդը ես նախորդում եմ բոլորիդ շնորհավորել, որովհետև այսօր Զուգայանում մարդ չի սպանվելու։ Եվ մենք համբերատար և լսում եմ, որ գալիս է ինչ է ասում, բայց ես համաձայն չեմ, որ իրանց ասելիքը ասեն ու թողեն փախնել, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք էլ մեր ասելիքը պետք է լսեք։ Այս էլեկին ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը, որ մեր ձեռից առել է, այդ մասկեքով ստահակների ես ասում եմ։ Ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում, նատ կամերայի դեմից են կողմ գնացեք։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կա ձեռներները, թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է, ով որ մեր հայրենիքը ձերից արել է մենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա կրակ խոսակ, դուք ով եք արա ստահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով եմ սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա էլ գաք ասեք 5000 զոհ, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի փախնեք, մեկ էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չկարենա դուրս գա։ Դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան։ Ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ, երկու բառ նախադասություն անել, գլխից կկրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա եկել եք, ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվե, հատ, մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժն էլ, Կալուգացին էլ, Գագոն էլ, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ և պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղե, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղե, Ղարաբաղը պատանդա եղե, որ Հայաստանը այդ ծխածած կույտի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։